Կառավարության հարգելի անդամներ, հարցը սողում եմ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար պարոն Խուդացյանին։ Պարոն Խուդացյան, վերջերս հարց էի բարձրացրել Արտաշատ խոշորացված համայնքի Ջրաշեն և Դիտակ գյուղերի տրանսպորտային միջոցի հետ կապված խնդրի վերաբերյալ։ Ի ուրախություն ինձ, ի պատիվ ձեզ և համայնքի ղեկավարի այս պահին խնդիրը լուծված է, ինչի համար շնորհակալ ենք։ Ինչպես նաև առիթից օգտվելով ասեմ, որ համայնքի բնակիչները շատ ոգևորված են, համայնքը երբևէ չի ունեցել մանկապարտեզ, Ջրաշեն համայնքը, այսօր արդեն համայնքում մանկապարտեզ է կառուցվում, սակայն մի խնդիր մնացել է չլուծված, դա եթե հիշում եք, ասել էի, մի ճանապարհահատվածն է հենց Ջրաշեն գյուղից դեպի Նուբարաշեն գնացող մոտ 1 կամ 1.5 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, որը շատ ոչ բարվոք վիճակում է գտնվում, առաջիկայում անձրևներնությունը էլ ավելի կվատթարացնեն։ Հարցս հետևյալն է, որևէ աշխատանքներ կատարվում են, տարվում են այդ ճանապարհը գոնե միջանկյալ լուծում տալու մինչև հիմնանորոգմանը։ Հարցին կպատասխանի Դավիթ Խուդացյանը, համեցեք պարոն նախարար։ Շնորհակալ եմ հարցի համար Տիկին Եղազյան։ Մենք քանի որ ճանապարհի շինարարությունը նախագիծ պահանջող աշխատանք է, այս պահին գործընկերները ճանապարհային դեպարտամենտի զբաղվում են նախագիծ ձեռք բերելով, առաջիկայում նախագիծը պատրաստ կլինի եւ արդեն շինարարական աշխատանքների համար մրցույթ կհայտարարենք։ Ես կարծում եմ 2026 թվականի տարեսկզբին կսկսենք այդ աշխատանքի հիմնանորոգում իրականացնել ձեր նշած հատվածում, այո, ինչպես նշեցիք, տրանսպորտի հարցը կարգավորվել է, իսկ այս պահին կքննարկենք նաև ժամանակավոր լուծում տալը, եթե հնարավորություն ունենանք մինչև բուն աշխատանքների մեկնարկը ժամանակավոր լուծում տալու, վստահաբար նաև ժամանակավոր լուծում կտանք, որպեսզի ճանապարհը դառնա ավելի անցանելի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, հարցը լիովին բավարարված եմ համարում, այո, կսպասենք թեկուզ երկրորդային ժամանակավոր լուծմանը մինչև հիմնանորոգմանը։ Շատ արագ կքննարկենք ժամանակավոր լուծում տալու հարցը, հիմնականի մասով արդեն պատասխանեցի, շնորհակալ եմ։